Մենք այսօր բռնել ենք ճանապարհ, որը մեզ կտանի կհասցնի շքնաղագեղ առիթ, որին ներկա կգտնվի մեր բավականին երկար տարիներ ապրել է Հունաստանում։ Արոն էլ արդեն 30 տարի հայրենիքում չի, ուշադրություն կդարձնենք, կտեսնենք ով այդ մի հոգին։ Պետք է ուշադիր լինես, որ արագաչափը չճղկեցնի։ Այս սա է բարօրության համապատասխան։ Շիպտամ թե իրար հետ կփչեք։ Աստու կամքով։ Անկյունը կարծես մտածված ալպինիստների մասին ֆիլմ նկարել։ Սիրում եմ տարվա այս եղանակը, որովհետև ամենամոտ լեզուն է Աստծուն։ Վախտիկներով լի Հայաստան, Եդեմական տեսարան Վա ձորերում։ Այն երկու հարկանի քաղաք է, տեսեք վերևում նույնպես կան շենքեր։ Ամերդև սրտիկ դուր էլի։ Հա։ Արվետ։ Ձգնիկներ կան այստեղ, ջան։ Փաշան է եկե ասել էլի։ Մի փաշա լավ բան ասել է Աստված էլի։ Դրեց գործարան։ Եվ այստեղ եմ ուզում հրավիրել մեր երկու օբելյարներին։ Նա հերվում է, բայց նրա սիրտն ու հոգին ձեզ հետ ամիշտ։ Ես մտան մեր այսօրվա ամենաանսպասելի եւ սպասված հյուրերը։ Ընկերներ, հարազատներ, բարեկամներ, իմ հասիպով հայեր։ Մենք այսօր բռնել ենք ճանապարհ, որը մեզ կտանի կհասցնի շքնաղագեղ Ալավերդի, Որելերների եւ անտառների մեջ ծվարած մի գեղեցիկ քաղաք է, որտեղ այսօր ոչ պակաս գեղեցիկ առիթ է, առիթ, որին ներկա կգտնվի մեր Գարո աղբերը, բավականին երկար տարիներ ապրել է Հունաստանում, հետո տեղափոխվել է Գերմանիա, այնտեղ բացել է իր ռեստորանը, հունական խոհանոցը եւ հիմա փառք Աստծո մեր Գարո աղբոր գործերը լավ է, իսկ ով ուզի թող ամենա Գարո աղբոր մոտ հունական ռեստորանը ճաշակելու, ճաշատեսակները համտեսելու։ Գարոն այսօր մեզ ասել է, որ գնանք շնորհավորենք իր քեռու տղայի Սեյրանի ծննդյան օրը։ Այսօր Սեյրանի եւ նրա տիկնոջ Լարիսայի ծննդյան օրն է, հավաքվել են բոլոր բարեկամները, իսկ քանի որ մեր Գարո աղբերը շատ երկար տարիներ Հայաստանում չի եղել եւ շատ է կարոտել իր հարազատությանը, բարեկամությանը, սիրտը թրթռում է իր բարեկամների համար։ Դրա համար հիմա մենք գնալու ենք ու նրա սերը, հարգանքը, կարոտը ու շնորհավորանքները օրհնության տեսքով փոխանցենք մեր հոբելյարներին։ Եվ այսօր այնտեղ ունենք եւս մեկ Լարիսա, մեր Գարոյի Լարիսա մորաքույրն է։ Նա հիմա նույնպես կունենա անակնկալ, որովհետև մայիսի 3-ին եղել է նրա ծննդյան օրը, նրան նույնպես ծաղիկներ կտանք ու մի գեղեցիկ հայկական սիրուն անակնկալ կստացվի մեզ մոտ։ Իսկ հիմա մենք հասանք ապարան, ընկերներ։ Մենք այսօր բավականին երկար ճանապարհ ենք կտրելու, անցնենք Եղեգնաձորից եկանք հասանք արդեն ապարան, ապարանից էլ գնալու ենք Ալավերդի։ Ալավերդիում մեզ սպասում են, չեն սպասում ավելի ճիշտ։ Պետք է գնանք, որ նոր սկսենք հասկանալ ինչ է կատարվում։ Մեր Գարոյի ներկայություն ենք տանում հասցնենք։ Գարո աղբորն էլ մաղթում ենք, որ բարով խերով մի օր գա հայրենիք, հայելի հայրենիքի գեղեցկությունը օդը վերցնի ու նորից վերադառնա իր գերմանական եւ հունական գործերին։ Չէ որ նա շատ աշխատասեր է, որ հասել է նրան, որ ունի ռեստորան, ինչպես որ մեր բոլոր մնացած հայրենակիցները նա է տկնում է, աշխատում է եւ ստեղծում է օտարափերում եւ հայի անունը բարձր է պահում։ Ինչի համար մենք շնորհակալ ենք ցանկացած հայից, ով մեր ազգի, մեր գենի մասին լավն է պատմում, լավն է ցույց տալիս եւ մեր հզորությունը տեսնում են օտարափերում, հասկանում են ով է հայը։ Հիանալի է եւ ոգեբորող։ Իսկ հիմա ես մեր Գարո աղբորը կխնդրեմ, որ մի երկու կադր ուղարկի իր ռեստորանից, որ դուք եք տեսնեք որտեղ է, ինչ է, հասցեով, բանով, որովհետեւ Գերմանիայում եթե ունեն բարեկամներ, ովքեր ման են եկել հունական ռեստորան մեր Գարոյի, կգնան ու կհամտեսեն ինձ հետ կգրեն, կասեն լավներ, թե շատ լավներ ուտեստները։ Աչից Գնտունիքն է ընկերներ, ապարան քաղաքի փողոցներով ենք հիմա երթևեկում, շատ գեղեցիկ քաղաք է ապարանը, փոքրիկ եւ փագեցած, ամեն անկյունը կարծես մտածված լինի, կարծես այս քաղաքում մի շատ գեղեցիկ կախարդական նկարիչ է ապրում եւ ամեն անկյունը մանրակրկիտ նկարում է իր վրձինով, որ շատ գեղեցիկ լինի, նայվի եւ հիանալի լինի, որ տեսնես ու հիանաս։ Ես հիմա հետիատ չեմ պատմում, ապարանը շատ գեղեցիկ է, այստեղի մեր ստեղծագործ
բարեկամները շատ լավ բաներ են արել իրենց քաղաքի համար, այդ իսկ պատճառով քաղաքի տեսքը ամբողջովին տարբերվում է հայոց աշխարհի քաղաքներից։ Այն փոքրիկ է, բայց շատ սիրուն, մտածածին։ Աստծո օրհնությամբ, Աստծո աչքը թող անպակաս լինի հայ ազգի գլխից, եւ մենք գնանք ճշմարիտ ճանապարհով։ Մոլորություններին չտրվենք, լինենք հզոր եւ հիանանք կյանքի բոլոր տված լավ նվերներով։ Դե ինչ բարեկամներ, գնանք առաջ, կապի մեջ դուրս կգանք անպայման։ Բարեկամներ, չքնաղ է ու գեղեցիկ հայոց աշխարհը։ Մանավանդ այս գեղեցիկ տեսարանը, որը հենց նոր ազատվեց, արդեն համարյա թե ազատվել է ձնից եւ կանաչն է դուրս գալիս մայր հողի վրա, ամեն ինչ կենթանացնում եւ գեղեցկացնում, թարմության շունչ է զգացվում։ Մեր դիմացից էլ գնում է մի գեղեցիկ մեքենա, որը տեղափոխում է ցանկանոց տոնածառներ։ Բարով խերով տանեն հասցնեն տեղ, տնկեն մայր հողը, թող աճի գեղեցկացնի շրջակա միջավայրը։ Իսկ մենք պետք է արագ սնանանք, որպեսզի հասնենք Ալավերդի, բայց ինչ Ալավերդի բարեկամներ, Ալաջազի փեշերը նինո, Ալաջազ ենք ասել բարեկամներ, Ալաջազում ենք հիմա, շատ գեղեցիկ է այստեղ։ Այս տեսարանները ուղղակի մեր տերն է մեզ համար ստեղծել, նկարել, որպեսզի գաս այստեղ լիանաք հոգիդ, հզորանաս ու շարունակես քո ճանապարհը։ Գիտեք, դժվարությունները միշտ էլ կան, ինչքան էլ փորձես անել այնպես, որ չլինի, միշտ էլ լինելու են։ Դժվարություններ, մոլորություններ եւ տարբեր խառը տեսակի դրամաչափի հարցեր։ Բայց այդ ամեն ինչի մեջ մենք ուղղակի պարտավոր ենք նկատել այն գեղեցկությունը, որը չի ափսոսացել Տերը ու տվել է մեզ։ Տեսնես, հիանաս ու հոգիդ ծաղկեցնես։ Հիմա մենք մեծ սիրով սլանում ենք դեպի Ալավերդի։ Գեղեցիկ հայկական բնաշխարհով, բնակավայրերով եւ հայ մարդու ստեղծածի կողքով անցնելով։ Ճանապարհի եզրին ալաջազցիները բանջար են ծախում, մանդակ եւ այլ բաներ։ Ստեղծագործ հայոց աշխարհի ժողովուրդ, այս սարերից քաղել են, բերել են ու ծախում են, նվիրում են մեզ։ Այդ ծախել չէ, էլի, կարճունի որ փող եք տալիս, դա նվեր է, մեր հայոց հողի համն է, որ պետք է ուտես ու զգաս։ Գառնուկներն են աչից, ընկերներ, բազմատեսակ, ամեն մեկը մի 60,000 դրամանոց ապրանք է, պատկերացնում եք, գառների տերը միլիոնատեր է դոլարով։ Այնպես որ գառներ պահեք եւ արածեցրեք, որովհետեւ անսայդացիր դաշտեր ունենք մենք։ Հա, հիանում եմ ապեր, հետ գնալով ավելի եմ հիանում, էլի։ Սիփանջուն է աչից, Ստեփան անցավ Սիփանջուի հաշվերուկով, Հովանեսի հետ միասին, որովհետեւ Վարդանի ոտը ճղել են բժիշկները, որպեսզի բժշկեն, գնալով երկինքն է մեզ զարմացնում, հələ նայեք երկնքին, ինչ գեղեցիկ ամպեր են, ամպերի արանքից արևի շողերն են դուրս եկել եւ ընդգծել ամպերի ամբողջ գեղեցկությունը, չի ափսոսում այսօր բնությունը եւ ամենասիրուն ձևով է ներկայանում մեզ, իսկ ձախից մեր բարագացն է բարեկամներ, տեսեք ինչ հրաշք գեղեցիկ լեռ ունենք, այնտեղ կարելի է ալպինիստերի մասին ֆիլմ նկարել, հարգելի ֆիլմ արտադրողներ, իմացեք, որ կարող եք այստեղ հրաշք ֆիլմ նկարել։ Տեսեք, մենք հիանում ենք արագածով, միևնույն ժամանակ պետք է ուշադիր լինես, որ արագաչափը չչղկեցնի։ Այս սա է բարօրթության ամենակարևոր կանոնները, որպեսզի կարողանաս շատ քշել, շրջել Հայաստանով եւ նկարներ չունենալ։ Եվ սա այն պահն է, որ պետք է երկես դաշտերը կանաչ մանյակ։ Ես սիրում եմ տարվա այս եղանակը, որովհետեւ բնությունը ամենալավ էմոցիաներով ներկայանում է մեզ եւ թույլ է տալիս վայելել այս հրաշք ու չքնաղ տեսարանը։ Երբ որ գալիս է աշուն կամ ձմեռ, այստեղ այս տեսքը չի։ Հիմա ապրեսնող է եւ ծաղկուն տրամադրություն աղորդող այս տեսարանը։ Դրա համար էլ այս պահին նկարում ենք ու միևնույն ժամանակ հիանալով գնում առաջ։ Դիմացի լեռները շատ գեղեցիկ են։ Երբ որ կիսով չափ, ձյուն է կիսով չափ, հողն է երևում, քարերը, ժայռերը։ Լորվա մարզում ենք հիմա ընկերներ եւ գեղեցիկ ու հավեսով սլանում ենք։ Նման դեպքերում վազանցը թույլատրվում է, ասեմ իմանաք, երբ որ դիմացի մեքենան գնում է շատ դանդաղ, դու կարող ես
հատել հոսքիցը, որովհետև այդպես է օրենքով նշված։ Բայց ամեն դեպքում, եթե բարեկամներ տեսնեք, նրանց մոտ այդ բանը չանեք։ Թող նրանք գնան, նոր կանեք, որովհետև հնարավոր է բարեկները տրամադրված լինեն ձեզ մի երկու քանի դրամով իջեցնեն ձեր գրպանի պարունակությունը։ Բայց ասեմ ձեզ, երբ որ ակտ եք բերում, կարող եք շատ շուտ մոռալ եւ 30% զերծ եք ստանալու։ Պատկերացնում եք ինչ հրաշալի է բարեկային համակարգը։ Իսկ դուր է գալիս։ Հախախտի, համոծի, հախախտի։ Բայց զգուշ կլինեք հանկարծ բալազերծում չանեն, որովհետեւ եթե բալը պրծա, բալը ոչ թե թանկ է, այլ չկա։ Կմնաք առանց պրավի։ Պրավայով երթևեկությունը մաղթում բոլորիդ ճանապարհային նշանների կարդալու կարողություն, ունակություն եւ հարգալից վերաբերմունք երթևեկության մյուս մասնակիցների հանդեպ։ Տեսեք ինչ ճգնաղ ճանապարհ է լայն Արցախ։ Այսպես ճանապարհները շատ եմ սիրում, բայց ցավոք նման ճանապարհները մի քիչ են հանդիպում, հիմնականում նեղլիկ է եւ երբ որ դեմից այդ մի 3 հատ կուր է գնում, մնում ես պլեն եւ ուզած դանդաղ ես վարում, երբեմն ուշանում ես պատերից, բայց ոչինչ, դիմանաք, փոք չէ։ Կարևորը որակը լավն է եւ մեքենա չես ջարդում փշուր չես անում։ Գնանք, դες ինչ սիրուն ջուղ է երևում այնտեղ լեռնում։ Հրաշքներով լի հայոց աշխարհ, գարու աղբեր այս ամենը քեզ համար։ Եվ ես այս նոր գարու աղբորը խնդրեցի, որ ինձ շատ գեղեցիկ եւ համեղ ռեստորանից կադրեր ուղարկի եւ ճշտեցի, որ այդ ռեստորանը գտնվում է ընկերներ Գերմանիայում, բայց ես գերել է, ինչ եմ ջնջը աղբերս։ Ֆրեսբուրգ քաղաքում Շտայպեր Բերկիխեյում է այդ ռեստորանը, մեր շատ համով ոտով հունական ռեստորանը Աֆրոդիտեն։ Ասեմ ձեզ, բայց Աֆրոդիտեում քանի որ տերը հայ է, մեր գարու աղբերն է, նա կարող է ձեզ նաև հայկական մենյուից ուտելիքներ հյուրասիրել, այնպես որ չմտածեք, որ հունական, ուրեմն հունական, ուրիշ բան չկա։ Գարու աղբերը շատ հնարամիտ է եւ ամեն ինչ կարող է ձեզ համար ստեղծել, ձեր կոմֆորտը դուք կունենաք հենց ծովի ափին, որովհետեւ ռեստորանը հենց ծովի ափին էլ գտնվում է։ Հրաշք է։ Ես հիացած եմ ռեստորանի տեսքով, իսկ հիմա դուք կադրում տեսնում եք Աֆրոդիտե ռեստորանը իր գեղեցիկ տեսարանով։ Եթե ուզում եք ռոմանտիկ տեղ, գերմանացի բարեկամներ, Գերմանիայում ապրող հայ բարեկամներ եւ ինչու՞ չէ ձեր ընկերները նաեւ գերմանացի ֆրաուերները, ընկերների հետ գնաք ու նստեք համով հոտով հաց ուտեք։ Մենք էլ գնանք Ալավերդի։ Աֆրոդիտեն նկարի տեսես Աֆրոդիտեի այցե քարտը ընկերներ, սա Աֆրոդիտեի այցե քարտն է, որ զանգեք, տեղը պահեք, այս նկարը կուղարկեմ քեզ, որ դնես ավելի բարձր է, այելի, հա։ Բանս ուղարկում եմ, որ պերեսլայցը անում բոլորը քեզ, որ դու ավելի լավ ամեն ինչը կազմակերպես։ Ալավերդի տանող ճանապարհը շատ գեղեցիկ է եւ հեքիաթային։ Երբ որ եկանք Դսեղ գյուղ, այս նույն ճանապարհն էր, ուղղակի ծառերը դեռ կանաչ չէին։ Այսօր արդեն կանաչ է եւ էլ ավելի գեղեցիկ, ավելի հագեցնող եւ իմ կարծիքով մինչեւ հասնենք Ալավերդի արդեն մութ ընկած կլինի, այս գեղեցկությունը չեն կարող նկարել ձեզ ցույց տալ, դրա համար հիմա կնկարենք, որ տեսնեք ինչքան գեղեցիկ է։ Եվ ով չի եկել այս կողմեր, անպայման մի օր ժամանակ գտնի, գազ գտնի, մեքենա գտնի, լիսկավորի ելնի գա ֆրֆրաստ է։ Տենա, հիանա ու վայելի այս գեղեցկությունը, բնության թարք օդը, շնչի, առողջանա ու գնա իր բնորան շարունակի իր առօրյա գործերը։ Ասեմ ձեզ, որ մարդը կապված է բնության հետ ծնված օրվանից եւ մինչեւ մահվանից հետո էլի բնության մի մասն է դառնում, այնպես որ բնությունը առավել կարևոր է մեր կյանքում։ Ունեցեք հարաբերություններ բնության հետ, որովհետև բնությունը կարող է ձեզ շատ հաճելի էմոցիաներ տալ, ձեզ զինել եւ հզորացնել, որպեսզի հոգեբանորեն պատրաստ լինեք բոլոր կյանքի դժվարություններին։ Մենք օրինակ այդպիսին ենք, մենք սիրում ենք բնությունը, դրա համար շատ հաճախ բարդ իրավիճակներից դուրս են գալիս ավելի հեշտ, քան
այն մնացածը ով բնություն չի սիրում։ Հրաշք ճանապարհ է, շատ եմ սիրում դեպի Ալավերդի ճանապարհը։ Ուղղակի շատ է ոլոր-մոլոր, բայց բնությունը լրացնում է այդ ոլոր-մոլորը եւ ամեն անգամ պատտվելիս քեզ մենակ լավ ես զգում։ Նոր տեսարաններ են բացվում հարուստ։ Տեսեք ինչ հսկայական աշխատանք է տարվել, որպեսզի ճանապարհը լինի անվտանգ եւ հանկարծ ու հանկարծ քարերը չգան ընկնեն մեքենայի վրա։ Եվ իհարկե մեր հնարամիտ բարեկամները վերցրել են բալոնչիկները եւ գրել իրենց անունները։ Սիրո մասին պատմող գրություններ են սրանք, բարեկամներ, հանկարծ չջղայնանաք։ Սա էլ իր քաղցրությունն ունի, որ նայում ես ու պատկերացնում ես ինչ էմոցիաներ է եղել գրողի մեջ։ Այնպես որ սիրեք կյանքը եւ ամեն ինչ ձգտեք սիրել կյանքում, որովհետեւ կյանքը շատ կարճ է, արագ է անցնում եւ շատ հաճախ եթե ուշադիր չես էլ հասցնում սիրել, այնպես որ ամեն պահը օգտագործեք սերը զգալու համար, սեր բնության հանդեպ, մարդու հանդեպ, ամբողջ աշխարհի հանդեպ։ Տեսեք ինչ չքնաղ ճանապարհ է, սիրելու ճանապարհ է, ընկերներ։ Այստեղ գալով դու չես կարող ուղղակի մարդ լինել, դու դառնում ես հայ մարդ, ով զինված է գեղեցիկ զգացմունքներով։ Սուրբ խաչը բոլորիս պահապան, մեր առօրյան եւ կյանքը թող զորանա Սուրբ խաչով։ Իսկ մենք շարունակում ենք չնաշխարհիկ ճանապարհով երթևեկել։ Բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ է գետը։ Լեռներից ջուրը հավաքվել ու մեծ քանակով իջել է, դրա համար էլ գետի գույնը հիմա մի քիչ հողի գույն է ստացել։ Եվ այն ոսում է այդ հողի վրայով տանելով լեռների շունչը։ Բնությունը զարթնում է եւ պատրաստվում մարդկանց պարգևատրել առատ բերքատվությամբ։ Մենք էլ հիանում ենք նայելիս։ Եվ իհարկե բավականին ժամանակ է ես Հովանես, շնորհակալ չեմ լինում մեզ նայող մարդկանց։ Ես բոլորիցս շնորհակալ եմ մեր էջին հետևելու համար եւ տասնապատիկ ավելի անգամ շնորհակալ կլինեմ, եթե ամեն մեկը ձեր կարողացածի չափով տարածեք մեր տեսանյութերը, որպեսզի այս բարի ալիքը նորից թևածի աշխարհով մեկ եւ ինչու՞ չէ նաեւ միավորի բոլոր բարի հոգի ունեցող հայերին, հայորդիներին, աշխարհի տարբեր ծայրերում գտնվող, որովհետև մեր տեսանյութերը մեր Հայաստան աշխարհի մասին են, մեր հայ մարդու մասին է եւ մեր գենի մասին է։ Մենք փորձում ենք ամեն կերպ պահպանել մեր գենը, մեր հզորությունը, զորեղությունը եւ հայրենասիրությունը։ Հետևաբար, եթե դուք կարողանաք այս հարցում մեզ օգնեք, շատ շնորհակալ կլինեմ եւ բոլորս կմիավորվենք այս գեղեցիկ տեսանյութերի ներքո, որովհետև մենք փորձում ենք մեր արած գործով ցույց տալ ամեն լավը Հայաստան աշխարհի հայոց ժողովրդի։ Մենք չենք թողում, որ մոռացվի այն ինչ որ եղել է մեզ հետ, այն հաղթանակները, որոնք մենք ունեցել ենք եւ որոնք մեզ ուժ են տալիս մինչ այսօր, որ հանկարծ թեկուզ մի պահ մեզ թույլ չզգանք։ Մենք դարերի խորքից եկած ազգ ենք եւ այդպես էլ լինելու է միշտ։ Քանի կա հայը, քանի կա հայերենը, եւ ասեմ ձեզ, որ հայերենը ամենամոտ լեզուն է Աստծուն։ Մենք ամենամոտ ազգն ենք ու գենը Աստծուն, այնպես որ մի մոռացեք այդ մասին։ Ինչքան էլ որ չար լեզուները կփորձեն հակառակում համոզել մեզ, որ մենք այդքան էլ Աստծուն մոտ չենք, չհավատակ։ Իսկական հայը, իրական հայը, աշխարհի ճակատագիրը փոխում է դեպի լավը եւ այդպես լինելու է միշտ։ Մենք հզոր հայքի որդիներն ենք, զավակներն ենք, ովքեր շարունակում են ճշմարիտ գործը եւ ճանապարհը մարդկության։ Գնացինք առաջ։ Կարճատև թունել է ախպերս։ Այսպիսի թունելներ լորվա աշխարհում շատ են, փոքրիկ թունելներ։ Պատկերացնում եմ ինչքան դժվար է ու բարդ նման ծավալի աշխատանք կատարելը, բայց մեր հայրենակիցները կարողացել են կատարել եւ ստեղծել հարմարավետ ճանապարհ։ Մնում է միայն լայնացնել ճանապարհը։ Իսկ գետը կարկաչուն ձայնով հոսում է մեզանից աջ, նայում ենք ու հիանալով գետակի հետ միասին գնում Ալավերդի։ Ալավերդի քաղաքը ես շատ եմ սիրում, գողտրիկ հզոր քաղաք է, որտեղ որ գտնվում ես, հենց գնում ես Ալավերդի, մի անգամից հոգիդ
ծաղկում է, զարթոնք է ապրում։ Ալավերդիները, հարգանքներս, ով Ալավերդիից է եւ նայում է մեր տեսանյութերը, անպայման արձագանքեք, շատ եմ ուզում ձեզ այդ մեկնաբանություններում գրություններ փոխանակեմ։ Սիրուն երկինքերը, բայց մեր աչքը թող տեսնեն մեր բարեկամները, դա ժայռերը իշ սիրունա։ Առանձավներ են տենաս։ Մի օր գանք բարձրանական դեմ մտնենք ուսումնասիրենք։ Գաղտնիքներով լի Հայաստան, Հայաստան աշխարհ, լեռնաշխարհը անգամ այնքան խորհրդավոր է, որ քեզ ուղղակի չի թողում զուր ապրես։ Միշտ մտքով խորանում ես լեռների խորքերը ու ուզում ես գտնել ու բացահայտել լիքը գաղտնիքներ, որ դարերով եկել են ու դեռ շատ էլ կգնան։ Հայաստանն այնքան հարուստ է, որ պատկերացրեք դարերով էլ ուսումնասիրես, էլի զարմացնող բաներ ես գտնելու հայոց հողից։ Ամեն մետրը այստեղ բնակեցված է եղել։ Մեր բարեկամները, մեր հայրենակիցները այստեղ ապրել են եւ թողել են հարուստ ժառանգություն, որի տերը հիմա մենք ենք։ Եվ մեր սուրբ առաքելությունն այն է, որ այս ամենը բարով խերով փոխանցենք սերունդներին, սերնդե-սերունդ տանենք, հասցնենք մինչև աշխարհի վերջ։ Աշխարհի վերջին մարդը հայ է լինելու, որովհետև մենք աստվածային ժողովուրդ ենք։ Եդեմական տեսարան Լորվա ձորերում, Վանա ձոր քաղաքից մի քիչ հեռու, շատ գեղեցիկ աստվածաշնչյան տեսարաններ։ Ինձ թվում է աստվածաշնչում նկարագրված հողը հենց հայոց հողն է։ Ես ամեն անգամ համոզվում եմ նման տեսարանների ականատեսը լինելով։ Մենք ապրում ենք աստվածատուր հողի վրա։ Այն հողի, որը մեզ սիրում է եւ մեզանից բացի ոչ մեկին չի կարող տանել։ Այնպես որ ով թաքուն մտադրություններ ունի այս հողի վրա ապրելու եւ հայ չի, թող վախենա Աստծո ցասումից։ Թող վախենա լրջորեն, որովհետեւ դա հենց այնպես չեմ ասում։ Եթե կարաս առաջ բեր կադրը թոյրը, բայց սիրունություն էլի, հրաշք է ախպեր։ Այստեղ է սիրուն հյուրանոց կա։ Բարի օր։ Իմ սիրուն հյուրանոցը, որը շատ սիրուն տեղ է, այստեղ գաս մնաս, ապրես ու վայելես այս գեղեցկությունն ու բնությունը։ Հրաշք է բարեկամներս, օրը հննդե, գնալով ավելի է հարստանում տեսարանը, գեղեցկանում, մայրամուտն էլ իր կողմից է հարստացնում ամեն ինչ։ Ահա ընկերներ, եկանք հասանք Ալավերդի, ինչքան գեղեցիկ ու չքնաղ քաղաք է մեր Ալավերդին։ Այն երկու հարկանի քաղաք է, տեսեք վերևում նույնպես կան շենքեր, ներքևում նույնպես մի հրաշք գեղեցիկ չնաշխարհիկ քաղաք է Ալավերդին եւ ես շատ ուրախ եմ, որ հասցրեցինք ցերեկով հասնել, որ դեռ լույս կա ու այս գեղեցկությունը դուք կտեսնեք։ Սա ուղղակի հիանալու եւ խոնարհվելու գեղեցկություն է։ Այստեղ ապրող մարդիկ հենց իրենց քաղաքի պես բարձր են, ուժեղ եւ հրաշալի։ Այստեղ գալուց դու չես կարող ուղղակի անցնել այս ճանապարհով։ Ուզած հիանում ես ամեն մի թփով, ամեն մի ժայռով եւ սարով։ Բնությունն էլ առատորեն պարգևատրել է մեր Ալավերդի բարեկամներին, այնպես որ միայն կամուրջ, Սանահինի կամուրջ, դեպի 1.6 կիլոմետր, այսինքն Սանահինը ռեստորան, եկաղա հենց ընդ է ռեստորանը, ինձ թվում է այո։ Գեղեցիկ Պորշկայեն էր անցնում, զգացիր։ Դե ամեն դեպքում հլստից աչ անենք, մինչև ռեստորանի հոտն ու համը կզգանք, էլի, հա։ Գարո Անուշ ախպեր տես, սա էլ Ալավերդին է, բարեկամ, ես գիտեմ, որ դու բավականաչափ օրա հլը ֆուրը ոնց լեն վերցրեց։ Այսպիսի, ջերմուկի ֆուրն է, մեր ջերմուկն է, ախպեր։ Ուր գնաս Վայոց ձորից մի կտոր կգտնես, վստահ եմ։ Ստե ես բարեկամ էլ ունեմ, խանութ ունի։ Հեսա եթե օբյեկտը չճարենք, կամ կարող միանգամից այդտեղ իր մոտ օբյեկտը ճարելու։ Հələ տես Ալավերդին իր սիրունը։ Ղափանին ընդհանուր նմանություններ ունի Կապան քաղաքին, բայց Ալավերդին էլ իր գեղեցկությամբ էլի տարբերվող ուրիշ քաղաք է, հաճելի քաղաք։ Այստեղ ես ավտոյի յուղ եմ փոխել, վարպետի անունը Ստեփանա, մեր սիգնալ տանք, չգիտեմ կհիշի թե չէ, դե այն վաղ Mercedes-ով է հիմա Porsche-ով, ամեն դեպքում քաղցրություն կա այս քաղաքի հետ կապված հիշողություններ, որ ինձ միայն լավ էմոցիաներ են տալիս։ Շատ անուշ ախպեր է Ստեփանը, մեր ընթացագործ Ստեփանը Ալավերդիից, ով ճանաչում է, ով կտեսնի այս տեսանյութը, բարևներս փոխանցեք նրան, ասեք
Մի անգամ այդ Անուշ աղբոր մեքենայի յուղը փոխել ես բռազի մեջ, երբ որ նա շտապ էր։ Հապա տեսեք այս տեսարանը միթե հրաշք չէ։ Մենք հիմա Ալավերդի հրաշքի մեջ ենք, բայց մենք սխալ մտանք, Հովանես աշկիս։ Բարեկամս մենք սխալ ենք մտել, պետք է հետ գնանք։ Բայց օբյեկտը որտեղ կլինի։ Սանահին ինչ էր անը, Սանահինի։ Հիմա մենք որոնում ենք Սանահին, Սարահարթ, Էլադա ռեստորան։ Էլադա ռեստորանն ենք մենք որոնում, բարեկամներ։ Ով գիտի Էլադա ռեստորանի տեղը։ Հիմա ով գիտի կասի աղբեր դուր ես այդում, սխալ ես այդում, հետ արի, վերադարձիր, բարեկամ։ Հիմա մենք ուշադիր զննելով պտույտներ են գործում, բարեկամներս, այդ բանը ձախի վրա քաղաքն է, բայց Սանահին Էլադա ռեստորանը մենք չենք կարողանում դեռ գտնել, բայց ինձ թվում հələ տեսեն սիրուն, հələ տես ինչա բանը մնացել ճոպանուղի վրա, ճոպանուղին է էլի։ Տես որ Տաթևինը դեռ չէին սարքել, այստեղ եղել է ճոպանուղի, բայց ես ինձ թվում է հանքի հետ կապված բանը։ Տես հանքը, որը Հոլանդին է, հանքը, տես հանքը նկատի։ Ալավերդին արդյունաբերական հզոր քաղաք է։ Ես իշխանով որ գիտեմ, մինչև հիմա այստեղ մշակվում է մոլիբդենը։ Մոլիբդենն այստեղ ստանում, քաջարանից բերում են այստեղ, վերամշակում են ու չգիտեմ ուր են տանում։ Ձեր սրտին մեռնեմ, բայց հեսա գնանք գտնենք Էլադա ռեստորանը, արա հզոր տեղ ենք, մենք շատ հզոր, հզոր քաղաք ենք մենք եկել։ Հայաստանի հզոր եւ պանցալի քաղաքներից մեկում ենք մենք հիմա, Ալավերդի քաղաքն է կադրերում։ Անձրևոտ է այստեղ, անձրևի թարմ հոտ է գալիս, որը կրկնակի հաճելի է դարձնում մեր ճանապարհը։ Ես ընդհանրապես կենտրոն, չէ, կենտրոն, ստեղից իջնում ենք կենտրոն։ Հեսա երևի կենտրոն գնացող, հա։ Ես այլի փորձենք ստեղով գնալ կենտրոն։ Ըստ էլ աղբերներ ունենք, հեսա կհարցնենք Էլադա ռեստորանի տեղը։ Հա, կամուրջ չեմ ասում, ուղիղ սենց անցնեմ։ Հա, նա ճանապարհը։ Ապրեն աղբերներս։ Լավ է կյանքը Ալավերդիում։ Շատ սիրուն քաղաք է։ Գոհ եմ։ Ալավերդցիները անուշ աղբերներ ու քույրեր են, շուրջ բոլորը։ Հիմա զիջենք թող հետիոտնը անցնի, ճանապարհը անվտանգ, հետո մենք մտնենք խաղի մեջ։ Պաստորեն ես ճիշտ եմ զգում, աղբերս, մենք անցել էինք, ես զգում եմ ինչ-որ ձև, Հովանես, դու զգում ես, որ ես զգում եմ ինչ-որ ձև։ Արա հլես կողմից ինչ սիրուն է։ Ամեն կողմից գեղեցիկ է մեր Ալավերդին։ Ալավերդցիներ դուք հրաշքի ու հեքիաթի մեջ եք ապրում։ Իմ հոգին լցվեց սիրով եւ համբերատարությամբ Ալավերդի այցելելիս։ Ուղղակի ես հանքին որ նայում եմ, ինքը համ սիրուն է, համ էլ սենց կյանքի հակառակ կողմն է, էլի էսի, հասկանում ես, այստեղ խոսքի քիմիական բաներ կա, էլի։ Հələ սիրուն այգեր են, դե տես, լուսավորություն տես կարաս ֆիքսես։ Արա Ալավերդի մեջ կարելի էր մտնել, հա, տենանք եթե ժամանակի մեջ կտեղավորենք, մտնենք նկարենք, շատ գեղեցիկ է Ալավերդին։ Իմ ալավերդցի բարեկամներ, հարգանքներիս հավաստիքը։ Ես ոգևորվել եմ մի այլ կարգի։ Երևի զգում եք, չէ՞ ձայնից ես, որ ես ոգևորվել եմ։ Բարեկամներս, սա հրաշք է։ Անպայման եկեք Ալավերդի, եթե չեք եկել, մանավանդ Գառնանը, լիշ սիրուն է։ Այստեղով ուղիղ պետք է անցնենք ջոգիր, որ մենք մտանք ձախանենք, պետք է աչ անենք։ Ստեփանի կողմ չգայինք, էլի ուղղակի Ստեփանը կարծես թե ինձ կանչեց։ Ահա, այստեղ զիջում ենք, իհարկե զիջում ենք Զաֆիրային, այնուհետև գնում ենք առաջ։ Բարձրանում ենք լեռների գիրք, ընկերներ։ Շատ է դուրս գալիս այս ճանապարհը, վայելելու ճանապարհ է։ Գնանք գտնենք, ես ինչ ա գրած։ Չէ, էսի Էլադան չէ։ Անուշ աղբեր 1000 բարին։ Ոնց ես ցավը տանի, ցոգոլ, հա։ Աղբեր Էլադա ռեստորանը սենց եմ էթում։ Էլադա, հա։ Հա, սենց ուղիղ գնամ։ Աղբեր այդ ծիրան, հա։ Հա։ Կամա։ Հա մեռնեմ սրտի տուր էլի։ Ապրի աղբերս, Ալավերդից ես, վերց էլի հովոս, վերց, ինչ չասնի, Ալավերդից ես աղբեր, հյուր ենք ձեր մոտ, աղբերս ինչ հեքիաթային տեղ եք ապրում, ես է Եղեգնաձորից եմ, ուրախ եմ աղբերից, դե լավ էլի աղբերս ապրիս, ընկերներ, ծիրանի ցոգորն եք ադրերում, շատ համով տեսք ունի, հիմա ես անպայման փորձելու եմ, հələ Հովանես ցույց տու ոնց եմ փորձում, նայեք, Ա գարն է,
Արկե ով։ Բայե։ Սա բայդի ցոգոլ է բարեկամներ։ Ցոգոլը քալապատուն է։ Ու մետաքրքիր հայերեն տարբերակ է։ Ցոգոլը քալապատուն է։ Այսինքն դեռ քալ է այն։ Քալ է էլի։ Հենց այստեղից է եկել քալ արտահայտությունը, որ մեկը մի բան լավ չի ջոգում կամ շատ բաներ լավ չի ջոգում, նրան ասում են քալապատող։ Այսինքն նույն քալ էլի, քալ։ Այնպես որ քալ մի, եթե գտել ես քալ։ Գնացինք ընկերներ։ Ամեն դեպքում դառներ, բայց հաճելի դառնություն, հա, ու ասեմ ձեզ ինչը որ դառն է, նրա մեջ բուժիչ հատկություններ կան։ Դառից մի խուսափեք։ Տեսեք, եղնիկներ են սարքել դրել անտառում։ Հա, շատ սիրուն է։ Տուրիստներին բերեմ մանտա, մախբեր, գիտես շքան բաներ կարամ պատմեմ։ Շատ սիրուն է։ Ասֆալտը ծխում են գերներ, գոլորշի է դուրս գալիս։ Որովհետև Ալաբերդիում հողը տաք է, մայր հողը տաք է եւ տաքությամբ իր գիրկն է առել հայ ժողովրդին ու պահում է մեղմիկ ու քնքշիկ ձևով։ Ալաբերդին ներքևից ստե երևում արա շատ սիրուն է։ Ով ա մտած է քաղաքը ստե սարքե հալալա իրան։ Հրաշք, բլրակների վրա քաղաք։ Դիմացից էլ քաղաքի մյուս մասն է։ Արա, էս աշկիս Էլադան։ Չէ, Էլադան չի։ Ով է եկել Էլադա ռեստորան մեզ նման։ Է որ այսպես ման է եկել։ Կողերն են նայել, տեսի՞ սիրուն շինությունա լքված ամրոց է բարեկամներս։ Մենք հիմա հրաշքի մեջ ենք, մենք չենք եկել ուղակի մի տեղ, եկել ենք հեքիաթի մեջ ու մեզ հեքիաթի հերոսներ ենք զգում։ Արա լնդենն է ախպերս, լնդեն այն բանը տեսի սիրուն է, բացատը բլրի վրա, բլուր չէ, սարա հարթ, արա Էլադան է սալի չլի, տեսի սիրուն է։ Սիշ սիրուն է օբյեկտ, այս սարքողին հալալա ախպեր, մալադես, բայց Էլադան ելնի, էլի, Էլադա է գերած։ Ուր ես։ Տավերն, ռեստորանտ, վարպետաստուն չէ, վարպետաստունն է, ու իսկապես վարպետաստունն է սա, ընկերներ շատ գեղեցիկ է։ Գնանք Էլադա, ոչինչ, մենք Էլադան ենք որոնում։ Հիմա պետք է մարդ գտնենք, որ Էլադայի տեղը մեզ ասի, գիտես։ Սանահին, բայց Սանահին ես գնացել եմ Միշելուկ, թե չեմ գնացել երևի։ Բայց շուտ գային կարելի էր գնալ, դե այսօր հնարավորինս շուտն ենք եկել, ասեմ ձեզ, որ մեր բարեկամը մեզ օրվա մեջ է զանգել, ասել կարող եք գնալ, մենք էլ չենք մերժել, եկել ենք, թե չէ շատ շուտ էի գալու, որ այս գեղեցկությունը ավելի երկար ու ավելի լավ նկարեմ։ Հիմա մենք ունենք բարեկամ, ով մեզ կօգնի։ Ախպերներ ջան, բարի օր։ Էլադա ռեստորանի տեղը ասեք ինձ էլի։ Հավրիս ախպերս, շնորհակալ եմ։ Ահա բարեկամներ գնում ենք հավեսով Գտել ենք Էլադայի տեղը, մեզ պետք է հիմա շրջանաձև երթևեկություն, որից աչք անենք մի 200 մետր կբարձրանանք անուշ ախպերների ցուցումով եւ կհասնենք Էլադա ռեստորան։ Հիանալի է, ինչ խոսք։ Որա, պարկած ասֆալտա փեշ։ Ուռուցիկ ասֆալտային հանգույց։ Ուրիշ սիրուն շենքը, տենում ես։ Սովետի ժամանակվա շենքը, բայց շատ սիրուն։ Ահա, հասանք Կարծեբոյ, շրջանաձև երթևեկություն, աչ ենք անում, ահա, աչը արեցինք, ուղիղ բարձրանում ենք դեպ ուրա, այլ նա էլ ախպեր, սիրուն տեղա, Էլադա։ Էլադա ռեստորանն է եւ իհարկե անցեք, մենք զիջում ենք միշտ եւ դա ամենաճիշտն է զիջելը։ Երկար գնալու բանաձևն է, գաղտնիքն է, որ միշտ անփորձանք լինես, զիջելը, զիջողը միշտ շահում է բարեկամներս։ Ահա եւ չքնաղագեղ Էլադա ռեստորանը։ Մենք այստեղ առաջին անգամ եք ոտներս խերով լինի, հիանալի իրավիճակ, հիանալի, շատ հիանալի։ Հիմա գնանք տեղավորվենք, տեսնենք որտեղ են մեր հոբելյարները հավաքվել։ Ահա, հասանք տեղ կարմիր մեքենայի դիմաց։ Պարում են եւ ուրախանում ալաբերցիները, գնա առաջ որ Երևան պարողները։ Այն էլի ճանակ են կալ, ներ։ Շնորհակալ եմ շատ։ Շատ ուրախ մթնոլորտ է ներսում, հիմա մենք էլ ձկների հետ կանգնել ենք, Ալավերդի ձկներն են ընկերներ,
Տեսեք ինչ ձկնիկներ կան այստեղ, ջան։ Էսա պրսնեմա։ Հա, պրսնեմա բան չմնաց։ Բարև ձեզ։ Ստեփանո։ Չէ, հա, ինչին է պետք նայիմ։ Հա։ Դա։ Հիմա պրոստը մի քիչ պարիչոսկես փոխել եմ։ Եղեգնաձորից։ Եղեգնաձորից եկել եմ Ալաբերդի աձոր։ Ալաբերդին ավելի ուժեղ ձոր է, քան մեր Եղեգնաձորը, բայց Ալաբերդի են ասում։ Բա Ալաբերդը ի՞նչ է նշանակում։ Ալավերդը գիտե ոնց է։ Ավելի շատ վրացական ծագում ոնց ունի, հա, Վերդի։ Վերդին ինչ-որ Թուրք փաշալ են թվերին եկել անցակացել Հա։ Ալավերդով։ հա, Այդ մեր գործարանը որ կա, Հա։ չի ելի։ հա, Հետ գալիս ատերում այդ գործարանը կայնած աշխատում արդեն։ հա, Ասма Ալլահ վերդի։ Ալլահ որտեղից, հա։ Աստված դրուց ես։ Հա, լավ անուն է, էլի պաստորեն։ Աստված դրել։ Ընդ մոլիբդեն են մշակում։ Ապրել։ Պաստերազացիա չկա, Չէ։ չէ։ Դա շատ լավ է։ Հունքն է բերեմ էլի։ Ալլահ Վերդի, էլի, հա։ Աստված դրուց ես։ Հա, էլի։ Գնացել եմ, չկա։ Հետ գալիս արդեն գործարանը կայնած աշխատում է։ Ուժը։ Էդ էլ իմացանք։ Ահա, իմացանք Ալլահ Վերդի անվան ծագումը։ Հանկարծ բան չանեք, որ Փաշան է եկե ասել, էլի։ Մի Փաշա լավ բան ասել է Աստված, էլի։ Դեռ այդ Աստված գործարանը։ դրել ես հիմնարկը։ Այդտեղ Սեյրան մեծ աղբերը կունենա իր նվերը, Լարիսա քույրիկը իր նվերը, Լարիսա մորաքույրն էլ իր նվերը։ Հզոր։ Եվ այս ամենը Գարոյի եւ Հեղինեի կողմից, իրար շատ սիրող զույգի կողմից։ Ո, չէ լավ։ Արի։ Սասնջան շնորհակալ եմ հարգանքներս բոլորին, բարով եք հավաքվել հարգելի ալավերցիներ, դե մեկ լավ ծափեր տվեք նրան լավ եք, ողջունում, թե չէ։ Առիթը բաց չեմ թողնում եւ այստեղ եմ ուզում հրավիրել մեր երկու օբելյարներին, մեծ աղբեր Սասուն եւ Լարիսա քույրիկ, ուր եք, որտեղ եք։ Ով գիտի տեղները, լցի։ Հա։ Վերևն են, հանդեից են գալու։ Դե ծափեր տվեք թող գան, որովհետեւ այսօր բոլորը հավաքվել եք հատուկ նրանց ուրախացնելու համար, հարգանքներս ձեզ։ Մարդությունը բարով եք ծնվել։ Լավ է։ Մեծ աղբեր, ի՞նչ իմացար։ Հնորից ա։ Խաբար ասեն, գալիք ջան։ Ով այդ խաբարը տվել։ Կարող է սուտ է խաբար տվել։ Ես չեմ պատկերացնում, որ այս շրջապատի մեջ մի վատ խաբար ասող էլի կամ սխալ բան ասող։ Ես եմ ցավը տանեմ, գալիք ջան ոնց ես։ Կայնի, լավ։ Չենք անցնում առաջ, հիմա ես ես քաղցրություն եմ բերել, մատ երկուսով պայք, երկու օբելյարներով լիրար հետ, ես տորտիկը պայք ես քաղցրությունը։ Պայք հեսա տեսեք ինչ ենք անում։ Իհարկե, անում ենք հրավառություն ծափերի ներքո։ Շատ գեղեցիկ պահ է։ Միշտ սիրված լինեք, հարգված ու առողջ։ Ես եկել եմ հենց որ սկզբից էլ իմացար, ես համաձայն եմ քո հետ։ Գարոն եւ Հեղինեն որոշել են ձեզ ուրախացնել, որոշել են ձեզ իրենց հարգանքը ցույց տան ու սերը։ Հիմա Շատ շնորհակալ գալիք ջան, ոնց եք, ինչ եք, ասեք, ես եմ ցավը տանեմ, ես հաշվում եմ, որ դուք ներկա եք գտնվում մեր այս ուրախության պահին։ Ես ցանկանում եմ ձեզ հետ Գերմանիայում բոլորի ընտանիքներում, հայ օգուտներում սենց ուրախություններ լինի, միշտ ուրախություններ լինի։ Ինչքան հարազատներ կան հերվում, հանդիպեն իրար, ուրախանան, ուրախացնեն։ Ես ձեզ ցավը տանեմ, ժողովուրդ ջան։ Քո գիշերները մեր երազը Սեյրան մեծ աղբեր, ըստի շատ ես խոսում, բայց լավ ես խոսում, ճիշտ ես խոսում։ Շնորհակալ ենք ես ակտիվ մասնակցության համար, հիմա մեր ծափեր տանք մեր մի հոբելյարի համար։ Քանի որ դու այդքան ասեցիր, գնում եմ մատել տիկին Լարիսան, էլի մի երկու բան ասի, համաձայն ես, չէ՞։ Մի երկու բան ասեք, էլի։ Շատ շնորհակալ եմ մեզ հարգողներին, շատ գոհ Դե լրիվ ասեցիք։ Ձեզ միշտ հիշում եմ, ձեզ շատ սիրում եմ։ Գարոն էլ արդեն 30 տարի հայրենիքում չի, բոլորից շատ է սիրում։ Իրա ներկայություն ենք մենք այստեղ ապահովում ու իմացեք, որ նա հերվում է, բայց նրա սիրտն ու հոգին ձեզ հետ է միշտ։
բոլորդ էլ շատ է սիրում, բայց ամենաշատը հոբելյարներին ու մի հոգի էլ կա այստեղ, որ նա շատ է սիրում, ուշադրություն կդարձնեն, կտեսնեք ով այդ մի հոգին։ Հիմա երկու հոբելյարով հավասար երազանք պահեք, իմացեք, որ կատարվելու է եւ փչեք մոմերը ձեր բաժին, երազանք կատարող, իմացեք, որ ինչ ուզեք կատարվելու է։ Հաշիվ տամ, թե իրար հետ օրդությամբ ծապերը բարձր, բոլորս լինենք Աստծո օրդությամբ։ Հիմա ես մի կարևոր հոբելյարը շատ լավ է, շատ ուրախ է։ Ես մենակ ինձ լավ եմ զգում, որ այսպես ուրախ մարդկանց եմ տեսնում ու իմ չափ խոսացող։ Մենք էլ ենք բոլորով շատ լավ զգում, որ ես ձերի շրջապատ կա, ես ձեր չարը տանեմ, ես ձեր կյանքին մատաղել եմ, բոլոր տեղերի ուրախության մասնակցեք, բոլորին ուրախացնեք, ուրախանաք ու աստուբարին բոլորին։ Բոլորին, դե մետր ծապեր տանք լավ մահթանքների համար և ես հիմա անցնում եմ հաջորդ նվերը տալում, ես նվերը խորհրդած նշական նվեր է։ Գարոն և հեղին են մեր ծիրով ես կոնյակը, նվիրում են մեր հոբելյարին, մեր մծ աղբեր Սերյանին, դու իր աղբերն ես, իր լավ աղբերն ես, հիմա աստեղ էլ գերված է լավագույն եղբորը և ես կոնյակը, ավելին ասեմ, ես յանել գերած է անուշ աղբեր, ես հատուկ կոնյակը աղբերների համար ու լավ մարդկանց համար, դու լավ կպահես սա, գարոն կամ քեզ կկանչի կվերցնես կետաս Գերմանիա, կամ էլ ինքը կգաստե իրար հետ անուշ կանեք, համաձայն ես։ Համաձայն եմ, խոստանում եմ 30 տարի պահեմ, հենց գարիկը 30 տարին է լրանը հարուրում ու գա իրար հետ բասենք։ Ջան, անպայման։ Համաձայն եք։ Իհարկե համաձայն ենք ու բոլորով են համաձայն, հիմա մենք մի կարևոր պահ ենք ուզում կազմակերպենք, ես ուզում եմ ծաղիկները փոխանցեմ քեզ, նվիրես մեր տիկին Լարիսային մատե գերկես ու որ նա զգա սերն ու ջերմությունը, հարգանքը, գրկում ես մի հատ։ Կրկնում եմ, որ սիրում եմ Քեզ պահ։ Սարտիս մեջ կպահեմ ես անվեր Հիմա, որ ասում էի Գարոն և հեղին են մի հոգի էլ կա, որ շատ են սիրում, հիմա ասում եմ իր անունը, և նրա անունն է Լարիսա Մորաքույր, ով մանուկ տարիքից մեր Գարոյին պահել, սրել, մեծացրել է։ Լարիսա Մորաքույր, արի թող ծապեր տան, դու էլ արի, Գարոն քեզ էլ է շատ սիրում։ Ծաղիկները կտաս, չէ՞։ Հենա գալիս է, ինչ ուրախ է, միշտ այդպես ուրախ լինեք և ուրախանալու բազում առիթներ ու պատճառներ ունենաք։ Ես էլ ես նվիրում Մորքուրին, գարի խնդրանքով, որ ամեն ինչ գեղեցիկ լինի։ Ման ուզում եմ ես առաջվա պես օրոր հասես Քո անուշ ձայնով Լարիսա Մորքուր, գարիկին շատ է սիրում, չէ։ Ինքն էլ քեզ է շատ սիրում, մամայիդ էլ հարգում է, սիրում է, կարոտում է քեզ, ուզում է, որ միշտ լավ լինես, և ինքը ինձ ասես, որ փոխանցեմ, դուք ձեր նվերները ստանալու եք էլ, եսի նվեր չես, ուղղակի մի պահ եկել ենք ներկայությունը ստանալ։ Չէ, տուն գնա, տուն կբերի, ինքը իր ձեռով կբերի, կգա անպայման ու ձեզ նվերներ կբերի, կամ կարող է ուղղակի բանկից հետակ ստանաք, ինչ իմանամ, Գերմանիա տեղ, Եվրոպա տեղ, և ես ուզում եմ անպայման շեշտել, որ շատ հաճելի է գտնվել Ալավերդիում, այսքան լավ մարդկանց մեջ, բարի ուրախ մարդկանց մեջ, միշտ ունենաք առիթներ ուրախանալու և բարություն անելու։ Տամ խոսաս։ Խոսա լսի։ Հենա, իր ռեստորանում ինքն էլ ձեր ծնունդն է նշում եվրոպացիների հետ, ասեմ իմանաք, հա, սաղին կանչել է, ասել է այսօր իմ աղբոր ծնունդ է, եկեք պետք է խմենք։ Դե ձեզ լավ որ ընկերներ, բարձր տրամադրություն, մենք գնում ենք, դուք մնում եք, լավ կեֆ արեք ուրախացեք, թեկուզ շմել կասկածում, ձեր պարը ես նկատեցի, միշտ այդպես պարեք, շնորհակալ եմ Սասուն ջան։ Շնորհակալություն Ստեփան Մարգարյան, ողջունեք, շնորհակալություն։ Ես կանագահանել ասեմ ձեր այցի համար շնորհակալություն եւ ակնկալություն։ Ախպերս, եթե չես մոռացել, արգանքներս մեր շատ սիրելի սեղան, ուրեմ բանա,
Ես ասի կոնյակ, ունեք կոնյակ, հենա ոչ չունեք ախպեր, հա։ Ես հիմա սիմվոլիկ կոնյակով կխփեմ մեր բարեկամների հետ, մեր բաժակ թող իրանք խմեն, ես էլ կողից նայեմ։ Ես չեմ կարող խմեմ, ես մեքենա եմ վարում։ Իհարկե, դու շատ արագ արձագանքեցիր, հենց իսկը շտապօգնության նման, վերցրու քո գավաթը ուր է։ Հա։ Բարով տեսանք, միշտավ առիթներով, սերը շատ, հարգանքի շատ։ Ես էլ անպայման կգամ։ Ալավեր։ Համարս ունես։ Անպայման գալու եմ ալավեր։ Համարս ունես, ծանոթանեմ, երբ հələ գալիս ես, այդ ծանգել ես։ Հա։ Հաբի սավտանը ձեր տան պակաս։ Լավ մենք ելենք։ Շնորհակալ եմ։ Հովանես։ Ես հենց նոր նվեր ստացա, լավաշի մեջ պարտատված միս։ Անպայման քեզ էլ գտնամ, էլի ախպերս։ Դե ինչ, ալավերցիներ, լայք եք, բաժանորդագրվեք, ով չգիտեր մեր մասին, իմացեք էլի են գալու, էլի հաստատ։ Պրոստը չէ ուզեի, որ շուտ գնաս։ Ախպերս տարբերակ չկա պետք է եթամ։ Ուզեմ, թե չուզեմ։ Ախպերս էսի տուր քսեմ, տուր սրանք։ Մեկը լավ չպայթա, մեկը լավ պայթա։ Մանք իրել է լավ տաղ։ Դե ելանք ախպերս, ձեզ լավ հեքիաթային նոր։ Ասեմ ախպեր, բարի ճանապարհ։ Լավ ելնես։ Այսօրվա ձեռքբերումներիցս մեկն էլ դու էլ ար։ Հաբլիս։ Ախպեր, Պոլնի անունը Հովանես է, չէ՞։ Հովիկ, դե Հովո, լավ։ Ես է։ Զանգը գնաց։ Հովոնա, այդ է Ստեփանն է, գնացինք դե լավ մնացեք։ Շնորհակալ եմ Հովո ախպեր։ Ալավերդիում լավ շարմա են տալ, եթե մտ շարմա վերցենք, ուտենք, որ սոված չմեռնենք ախպերս։ Ճիշտ է, մեզ Հովո ախպերը հյուրասիրես, բայց դու չեր էլի այնքան ուտել, ինչքան որ կշտանալու համար են ուտում ջոգիր, Հովանես։ Հովո ախպերն էլ լավ անուշ ախպեր է, շատ լավ տեղ ենք եկել, ես չէի կասկածում, որ ալավերդիները հրաշք մարդիկ են, եւս մեկ անգամ համոզվեցինք եւ մեզ լավը զգացինք իհարկե։ Այս Սարահարթ թաղամասն է, գիտես, չէ՞, որ վերևն է, բայց Ալավերդի քաղաքի մեջ է մտնում, էլի։ Հա, նոր ասին դրա համար նոր իմացանք, էլի։ Շգնանք։